Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր մարտի 23-ն է, օրը կիրակի, կրկին սկսելու ենք Հայաստանին վերաբերվող լուրերից և հետո անցնելու ենք միջազգային կարևոր իրադարձություններին։ Ճիշտ է, այս հաղորդումը շատ երկար չի լինելու, քանի որ շատ քննարկելու հարցեր չկան, բայց նույն ժամանակ կարծում եմ, որ հետաքրքիր է լինելու, քանի որ կարևոր հետաքրքիր տեղեկություններ ունենք, հատկապես Թուրքիայի նախագահի աշխատակազմից Հայաստանի մասով, ավելի ճիշտ հայտարարության Հայաստանի մասով, որ փաստացի ադրբեջանական լրատվամիջոցներին մեղադրում է ապատեղեկատվության մեջ, նման բան ճիշտ ասած ես առաջին անգամ եմ տեսնում, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմը հստակ ասի, որ ադրբեջանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածում մարգարե անցակետի մասով, որ իբր թուրքական կողմը Ադրբեջանի տեղյակ չէր պահել, որ այդ անցակետը բացվելու է հայկական բեռնատարների համար Սիրիա մարդասիրական օգնություն ուղարկելու համար։ Իրոք շատ հետաքրքիր փաստ է սա, եւ այդ հայտարարության մեջ հստակ ասվում է, որ Ադրբեջանի դեսպանը, ինչպես նաեւ Իհմեդ Հաջիևը տեղեկացված են եղել, եւ սա ուղղակի մարդասիրական օգնություն էր, դրանից առաջ Թուրքիայի ավերիչ երկրաշարժի ժամանակ եւս հայերը եկել էին անցակետով օգնության, նաեւ անցակետի միջոցով փոխադարձ հանդիպումներ են տեղի ունեցել, այսինքն նախագահի աշխատակազմը, Թուրքիայի նախագահի աշխատակազմը հստակ մեղադրում է ադրբեջանական լրատվամիջոցներին ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Ինչ հայրոց այս թեման շարունակելով պետք է ասեմ, որ երևի դուք էլ տեղյակ եք, որ թուրքական լրագրողների այցը Հայաստան եւ հանդիպումը Հայաստանի վարչապետի հետ շատ բուռն քննարկումների առիթ է տվել Թուրքիայում եւ շատ լրատվամիջոցներ սկսել են կոնկրետ գրել եւ խոսել իրենց եթերներում այն մասին, որ Հայաստանը ուզում է խաղաղություն եւ փաստացի Ադրբեջանը իրեն ապակառուցողական է պահում։ Ահա տեսեք, թե որքան կարևոր է աշխատանքը լրատվամիջոցների հետ, երբ որ դու չես աշխատում լրատվամիջոցների հետ, ապա ուրիշներն են աշխատում, եւ շատ լավ է, որ Հայաստանի վարչապետը իրոք հարցազրույց էր տվել թուրքական լրատվամիջոցներին։ Հիմա հասարակական կարծիքի թեթև փոփոխության հնարավորություն կա Թուրքիայում, եւ այդ հասարակական կարծիքի փոփոխությունը նաեւ կարող է ընդհանուր առմամբ Թուրքիայի քաղաքականությանը փոփոխության բերել Հայաստանի մասով։ Ես հասկանում եմ, որ շատ բարդ process-ներից ենք խոսում, շատերը կարող է չհավատան այս ամենին, բայց անկեղծ ասեմ ձեզ, լավ է աշխատել եւ գործել, կոնկրետ քայլեր անել, դժվար աշխատանք է դա եւ հասնել ինչ-որ փոքրիկ արդյունքների, քան ընդհանրապես ոչինչ չանել եւ հայտարարել, որ բոլորը վատն են, բոլորը մեր թշնամի են, բոլորը ուզում են մեր կործանումը եւ այդպես շարունակ։ Մենք պետք է փորձենք ինքներս վերահասկել մեր ճակատագիրը, աշխատանք տանել, երբ որ պետք է մեղմել իրավիճակը մեր նկատմամբ, մեր գաղափարները, մեր մտածելակերպը, մեր ասելիքը եւս փորձենք տարածել հարևան երկրներում, որպեսզի այդ երկրներին չօգտագործեն ընդդեմ մեզ։ Այսինքն մենք գիտենք, որ Ադրբեջանը շատ ագրեսիվ է տրամադրված Հայաստանի նկատմամբ եւ համեմատաբար ավելի մեղմ, ավելի քիչ ագրեսիվություն ունի Թուրքիան Հայաստանի նկատմամբ համեմատաբար։ Եվ Թուրքիայի հետ, Թուրքիայի հասարակության հետ, Թուրքիայի լրատվամիջոցների հետ բնականաբար հնարավոր է աշխատանք տանել, ինչպես նաեւ քաղաքական գործիչների հետ։ Եվ եթե մենք աշխատանք չենք տանում, ապա հակառակն է ստացվում, այսինքն Ադրբեջանը ավելի մեծ աշխատանք է տանում եւ կարողանում է իր շահերը առաջ տանել, որոնք որ բնականաբար մեր շահերից չեն բխում։ Այսինքն Ադրբեջանը, երբ որ իր շահերն է առաջ տանում Թուրքիայում, մեր մասով, դրանք հստակ վնաս են մեզ։ Ես կարծում եմ, որ սրա մասին նույնիսկ իմաստ չունի շատ երկար խոսել, եւ սա պետք է որ պարզ լինի մեզ համար, բոլորիս համար։ Բայց կրկին փաստին անդրադառնամ, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի այդ հայտարարությունը իրոք շատ կարևոր է եւ դրական է։ Հիմա կրկին շատերը գրելու են, որ դա ձևականություն է, դա խաղ է։ Ես այդպիսի խաղերի կողմնակից եմ, անկեղծ ասած կողմնակից եմ, քանի որ շատ լավ կլինի, շատ ավելի լավ է շախմատ խաղալ, քան պատերազմի դաշտում հանդիպել հակառակորդների հետ, գոնե թե շախմատի սեղանի շուրջ
մենք առանց զոհերի հնարավորություն ունենք մեր շահերը, մեր կարծիքները, մեր գաղափարները առաջ տանել։ Եվ կրկնեմ, այն փոքրիկ տեղաշարժերը, այն փոքրիկ process-ները, որոնք որ կան Թուրքիայի մասով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մեջ, դրանք չափազանց կարևոր են եւ դա է պատճառը, որ Ադրբեջանը բավականին լուրջ ձևով ջղաձգվում է։ Մենք պետք է ուշադիր հետևենք եւ հասկանանք նաեւ այս կարևոր տենդենսները։ Թուրքիայից մենք դեռ կխոսենք, երբ որ անդրադառնանք միջազգային կարևոր հարցերի, բայց սկսում ենք հիմա Ուկրաինային վերաբերող թեմայից, ասեմ միանգամից, որ Ուկրաինայի մասով եւս տեղեկությունները այս պահի դրությամբ շատ չեն։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության մամլոյ խոսնակ Զախարովան մեղադրել է Ուկրաինային պայմանավորվածությունները խախտելու մեջ, խոսքը էներգետիկ եւ ենթակառուցվածքային համակարգերին հարված չհասցնելու մասին է, եւ հիմա նրանք խոստանում են հարվածներ հասցնել Ուկրաինային, հուժկու հարվածներ, բայց մենք գիտենք, որ խախտումը նաեւ ռուսական կողմից է եղել, ճիշտ ասած չեմ խորացել, եթե անկեղծ լինեմ այդ մանրամասների հետ, ուղղակի տենդենսն եմ արձանագրում, որ Դոնալդ Թրամփի եւ Պուտինի միջև իբր ձեռք բերված այդ պայմանավորվածությունը փաստացի չի աշխատել, չնայած որ Ամերիկայի Միացյալ Նահանգներից նույնիսկ նախագահի մակարդակով լավատեսական կարծիքներ են հնչում։ Ուկրաինայի մասով նաեւ կարող եմ ասել, որ կարծիք կա եւ լուրեր են շրջանառվում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, հատկապես Դոնալդ Թրամփը շահագրգռված է նաեւ ատոմակայանի ձեռքբերմամբ, էլեկտրական ատոմակայանի ձեռքբերմամբ եւ փորձում են Զելենսկիին դա էլ ստիպել, չգիտեմ ինչքանով ճիշտ է, ինչքանով չէ, կրկնեմ, այսպիսի լուրեր են շրջանառվում։ Կան տեղեկություններ, որ նրանք ստիպել են նաեւ նախագահական ընտրություններ անցկացնել Ուկրաինայում, կարճ ասած այսպիսին են տեղեկությունները Ուկրաինայի մասով, հիմնականում ստացվող Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Բայց հետաքրքիր մեկ տեղեկություն եւս կա, որ Չինաստանը եւս ուզում է ներգրավել խաղապահ գործընթացի մեջ Եվրամիության հետ միասին, եւ հիմա Եվրամիության գործընկերների հետ Չինաստանը քննարկում է կոնկրետ այդ հնարավորությունը, այսինքն Չինաստանը եւս ուզում է ներգրավել խաղապահ գործընթացի մեջ, որ խաղապահներ ուղարկեն Ուկրաինա։ Տեսնենք, իրոք հետաքրքիր, չափազանց հետաքրքիր process-ներ է։ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Վիտկովը անդրադարձել է նաեւ հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, Ուկրաինայի կոնֆլիկտի շուրջ խոսելուց եւ մի շարք այլ կոնֆլիկտներին անդրադառնալուց եւ հստակ ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ ինքը ժամանակը չեն ծախսելու այն կոնֆլիկտների վրա, որոնք որ հնարավոր չէ լուծել։ Այսպիսի մոտավորապես միտք է նա արտահայտել, բայց հետաքրքիր է, որ նա հիշատակել է նաեւ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, հիշել է նաեւ Իրանը եւ ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխատում են փաստացի այդպես է դուրս գալիս այդ հայտարարությունից, որ աշխատում են այդ ուղղությամբ եւ նախագահի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ քննարկում են այդ կոնֆլիկտների հարցը։ Այստեղ մեկ հետաքրքիր շատ գաղափար է առաջանում Վիտկոֆի այս հայտարարությունից եւ կրկին մենք կարող ենք վերադառնալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրին, համաձայնեցված կետերին։ Ես նույնիսկ չեմ բացառում մեկ հետաքրքիր պահ, ասեմ ձեզ, որ այս վարկածը եւս դուք անպայման լսեք։ Հայաստանի իշխանությունները տեսնելով Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, ուշադիր հետևելով Դոնալդ Թրամփի քաղաքականությանը, թե ինչպես է նա պարտադրում Ուկրաինային փաստացի զիջումներ, անկեղծ լինենք, պարտադրում է զիջումներ եւ տեսնելով, որ հետաքրքրություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգները նաեւ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասով, Թրամփը միանշանակ կցանկանա, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը եւս ավարտվի, երևի թե դա էր պատճառը, որ երկու այդ վերջի կետերի հետ Հայաստանը համաձայնվեց արագ, որպեսզի այնպես չստացվի, որ ադրբեջանցիները Ամերիկայի Միացյալ Նահանգների առջև բարձրացնեն նոր պահանջներ, ասեն, որ ահա, եթե այս պահանջներին Հայաստանը համաձայնվի, սահմանադրությունը փոխի, միջանց տրամադրի եւ այլն, չգիտեմ, ուղղակի ես հիմա ենթադրում եմ, բայց շատ հնարավոր է հավանական է հաշվի առնելով Թրամփի քաղաքականությունը Ուկրաինայի մասով եւ Դոնալդ Թրամփի իշխանությունը համաձայնվել ասել, հա, հիմա փորձենք նաեւ ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը ել ավելի զիջի եւ
այդ խաղաղության փաստաթուղթը ստորագրվի։ Ես չեմ բացառում, որ դա էր նաև պատճառներից մեկը, որ Հայաստանի իշխանությունները այդպիսի որոշում կայացրեցին եւ այդ երկու կետերը եւս ընդունելի համարեցին, որպեսզի այլևս ուրիշ զիջումներ չլինի։ Այսինքն խաղաղության փաստաթուղթը ամբողջությամբ համաձայնեցված է, ամբողջությամբ երկու կողմից էլ համաձայնեցված է եւ այդ փաստաթղթի շուրջ այլևս բանակցությունները անիմաստ են։ Փաստաթուղթը եթե համաձայնեցված եւ հայտարարությունները կան համապատասխան, ապա մնացել է միայն ստորագրել։ Հնարավոր է այդ գաղափարով առաջնորդվել Հայաստանի իշխանությունը, այդ թվում նաեւ միայն այդպես չէ, բայց հնարավոր է նաեւ այդ թվում այդ գաղափարով է առաջնորդվել Հայաստանի իշխանությունը։ Ինչ վերաբերվում է Թուրքիային, Թուրքիայում կրկին բազմաթիվ ցույցեր կան տարբեր քաղաքներում, մեկ օրվա ընթացքում 343 մարդ է ձերբակալվել։ Ես որքան հասկանում եմ, արդեն 3 մի փոքր ավելի թույլ էին այդ ցույցերը եւ նախատեսված է արդեն այսօր ավելի մեծ ցույց Թուրքիայում, տարբեր Թուրքիայի քաղաքներում, իմիջիայլոց թուրքական դատարանը որոշում է կայացրել Էկրեմ Էմամօղլուին կալանքի տակ պահելու մասով, այսինքն նրան ազատ չեն արձակելու, 4 օր անցավ եւ ինքը մնալու է կալանքի տակ փաստացի եւ այս իրարանցումների ֆոնին, ցույցերի ֆոնին գիշերը Անկարայում փորձել են այրել Իսրայելի դեսպանատունը։ Ահա այսպիսի հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում փաստացի Թուրքիայում։ Իմ պատկերացմամբ դերևս Թուրքիայում ցույցերը կշարունակվեն, տեղեկություններ կա, որ ընդդիմադիր հեռուստաընկերություններին զրկել են ուղիղ եթերների հնարավորությունից։ Չգիտեմ դա Թուրքիայում ինչպես է աշխատում, ինչպես է այդ ամենը կարգավորվում, բայց այդ տեղեկությունը եւս կա, ցույցերի արգելքը կա եւ այն եւս երկարաձգվել, եթե չեմ սխալվում, մինչեւ 27-28 ամսի 27-28-ը, բայց մեծ ցույցեր են նախատեսված, որքան ես տեղյակ եմ, նաեւ այսօր։ Մերձավոր Արևելքից կարող եմ ասել, որ Իսրայելի պատերազմը ընդդեմ Համասի շարունակվում է, Իսրայելը շարունակում է ոչնչացնել Համասի առաջնորդներին, կա լարվածություն նաեւ Լիբանանի հետ, իրավիճակը բարդ է նաեւ Եմենի շուրջ, Ամերիկայի Միացյալ Նահանգները բավականին լուրջ ավիահարվածներ են հասցրել Եմենում, հատկապես հուտիների զենքի պահեստներն են այս անգամ ոչնչացրել Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց նույն ժամանակ տեղեկություն կար այն մասին, որ հուտիները նաեւ կարողացել են հարվածել, չգիտեմ ինչքանով հաջողակ է դա իրենց մոտ ստացվել, ինչքանով են կարողացել, բայց տեղեկություն կար մի պահ, որ նրանք հարվածել են Ամերիկայի Միացյալ Նահանգների նավերից մեկին։ Հիմա բարդ է ասել, թե ուղղակի կրակել են նավի ուղղությամբ, թե կարողացել են ինչ-որ չափով դիպչել նավին, բայց այդպիսի տեղեկություն եւս կար։ Սակայն մեկ բան փաստ է, որ հուտիների վիճակը իրոք շատ բարդ է, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները բավականին լուրջ գործողությունների են անցել Եմենի մասով։ Եվ միշտ խոսվում է, բոլորն են խոսում այն մասին, որ հուտիներից հետո, Եմենից հետո հիմնական թիրախը Ամերիկայի Միացյալ Նահանգների դա Իրանն է։ Սա չափազանց կարևոր է, որ մենք հասկանանք եւ նախապատրաստվենք այդ սցենարին։ Այս պահի դրությամբ այսքանը, սիրելի հայրենակիցներ, կրկին հիշեցնեմ ձեր լայքերի կարևորության համար, բաժանորդագրվեք, եթե չեք բաժանորդագրվել մեր ալիքին, հաջողություն, կհանդիպենք։